Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, մարտի 16 Քո առաջ մի պանդուխտ եմ ես, Սաղմոս 39:12 Այո Տեր, քո առաջ, բայց ոչ քո հանդեպ, քո հանդեպ իմ բնական խորթությամբ սպառել եմ շնորհքը, իսկ հիմա քեզ հաղորդակցություն ունենալով ես անցնում եմ այն մեղավոր կերպով, ինչպես պանդուխտը օտար երկրում։ Դու ինքդ Տեր օտարական ես քո ստեղծած երկրում, մարդը մոռանում է քեզ, անարգում և նոր օրենքներ է ստեղծում, քեզ համար օտար սովորություններ է մտցնում, չի ցանկանում քեզ ճանաչել։ Երբ քո թանկագին որդին եկավ իրենների մոտ, իրենները նրան չընդունեցին։ Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը նրանով եղավ, և աշխարհը նրան չճանաչեց։ Ոչ մի օտարական մինչ այդ այնպես չէր մերժվել ոչ մի երկրի բնակիչների կողմից, ինչպես քո սիրելի որդին, իր ժողովրդի կողմից։ Այդ պատճառով զարմանալի չէ, որ ես Հիսուսի համար ապրողս անհայտ պանդուխտ եմ այս երկրում։ Ես քաղաքացի չեմ դառնա նրանց մեջ, ում համար Հիսուսն օտար էր։ Նրա խոցված ձեռքերը քանդել են հոգին երկրի հետ միավորող կապերը։ Եվ հիմա ես այս աշխարհում պանդուխտ եմ։ Բաբելոնացիներին, որոնց մեջ ես ապրում եմ, իմ խոսքն օտար է թվում, վարքագիծս տարօրինակ, արարքներս զարմանալի։ Թաթարն ավելի հանգիստ իրեն տանը կզգա Լոնդոնում, քան ես մեղավորների շրջապատում։ Իմ վիճակի գրավչությունն այն է, որ ես պանդուխտ եմ քո առաջ։ Դու իմ ուղեկից տառապյալն ես, իմ ուղեկից ուխտավորը։ Օ ինչ ուրախություն է նման օրհնյալ ընկերակցության մեջ գտնվելը, միթե իմ սիրտը չի դողում, երբ նա ինձ է դիմում։ Ու թեև ես ընդամենն ուխտավոր եմ, անհամեմատ ավելի երջանիկ եմ, քան գահերին բազմացները։ Ինձ համար անհամեմատ ավելի հաճելի է իմ ճամփորդությունը, քան սեփական դղյակներում ապրողների համար իրենց վիճակը։ Չկա ինձ համար ժամանակ ու վայր։ Ես ապաստանում եմ ցանկացած երկրում։ Հոգումս միշտ խաղաղություն է տիրում։ Աստված է կողքիս ցանկացած երկրում։ Թե տեղ եմ գտել, թե լքում եմ տեղնին, երջանիկ չէ հոգիս ճանապարհներին, բայց եթե Տերն է ուղիս լուսավորում, ես ուրախությամբ եմ մնում կամ գնում։